Առաջինը, որ եթե դուք ձեր երեխային չտաք հեռախոս, դուք իրան նույնն ոնց որ չտայք, կտայք կոկային, օրինակ, չէ՞ ուզում ես ոնց կոկային, բա տենց բա հեռախոսը կոկայինից վատ է, որովհետև երբ որ ինքը մաշում է քո երեխայի հաճույքի կենտրոնը, ինքը էլ ոչ մի բանից հաճույք չի ստանում, չի կարում սովորի, դրա համար եմ ասում կրթության համար հեռախոս մի տվեք։ Երկրորդ բանը շաքարն է, որը էպիդեմիա, որովհետև ցանկացած ամերի ես զարմանում եմ, որ երեխեք եմ տեսնում կոկա-կոլա են խմում, ես ոնց ասեմ, որովհետև մեջը high fructose corn syrup, DNA modified ինչ-զիբիլ ասես չկա։ Ես վախենում եմ եւ ամենավախենալուն, որ Ամերիկայի public school-երում ռացիոնը ուտելիքի դա sugar-ն է։ Առավոտը սիրալ ուտել չի կարելի, նարնջի հյութ խմել չի կարելի, շաքար չի կարելի խմել։ Եվ եթե ես կարողանայի կրթության մեջից հանել առաջնայինն է ուտելիքը շաքարային, գլյուկոզով եւ ֆրուկտոզով հարուստ ուտելիքը եւ հեռախոսը, լիքը ես դա իմը ստիպված կարդում եմ, նաեւ ինձ հետաքրքիր է։ Շատ հետազոտություններ կա, երբ որ հանում ես երեխայի մոտից շաքարը, սովորելու ունակությունը 70%-ով բարելավում է։